Պարոն նախագահ, ես թերևս քաղաքացիներին ամենահուզող հարցին կանդրադառնամ։ Արդյունքները հրապարակելուց հետո բազմաթիվ կոչեր են հնչել ընդդիմադիրներին չվերցնել խորհրդարանական մանդատները։ Ինչ դիրքորոշում ունեք այս հարցի վերաբերյալ եւ ինչ քայլեր է նախատեսում ձեր առաջնորդած քաղաքական ուժը։ Նայեք, մենք վերջնական որոշում չունենք մանդատների հետ կապված, ուղղակի սա այն որոշումն է, որը պիտի կայացվի խորհրդակցելով նաև այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Վերջնական որոշում չկա, բայց հետևյալը պետք է ասեմ, պայքարը եթե պետք է շարունակվի, ապա պետք է օգտագործես բոլոր գործիքները, որոնք հնարավոր են։ Հիմա մանդատները դա լուրջ գործիք է պայքարը շարունակելու համար։ Իմ անձնական մոտեցումը սա է, բայց կրկնեմ, վերջնական որոշումը չկա։ Բայց որ պայքարը շարունակելու են, ուղղակի այստեղ կասկած չի կարող լինել։ Նաև փողոցը նկատի ունեք։ Նաև փողոցը տարբերությունը հետևյալ է մեջ է։ Լեգիտիմությունը իսկապես լուրջ կասկածի տակ է։ Իշխանության լեգիտիմությունը երբ կասկածի տակ է, սա այլ մթնոլորտ է ձևավորում նաև ներսում։ Բոլորը տեսնում են, թե ինչ է կատարվել։ Բոլորը, նույնիսկ նրանք, ովքեր քվեարկել են ԿՊ-ի համար, իրենք սա տեսնում են։ Սա նշանակում է, որ իրենց վարած քաղաքականության եւ իրենց անցկացրած ընտրության, այսպես ասենք, փլատակների տակ մնալու է հենց ԿՊ-ն։ Եվ չեմ կարծում, որ դա տևելու է շատ երկար։ Պարոն նախագահ, միասնական ընդդիմությանը շատ հարցեր են ձևակերպում քաղաքացիները, մեր խմբակրությունը միայն ամեն օր մի քանի զանգ է ստանում։ Ես փորձել եմ ընդհանուր բովանդակությունը ձևակերպել եւ հարցը ուղղել ձեզ։ Մարդիկ հիմնականում ուզում են հասկանալ, արդյոք ընդդիմադիր հիմնական ուժերը, որոնց իրենք ձայն են տվել, մտածում են միասնական շտաբ կամ գործողությունները համակարգելու այլ ուղի գտնելու ուղղությամբ։ Նախաձեռնում են արդյոք միասնական հանրահավաք կամ բողոքի որևէ այլ գործողություն։ Այդ շփումը հիմա կա, կոնսուլտացիաներ իրար հետ անց են կանցնում, միասնական գործողությունները ինչպիսին կլինեն, ցույց կտա ժամանակը։ Այս պահին ես չեմ կարող դա ասել, բայց ինֆորմացիայի փոխանակում դե մտահոգությունը բոլորի մոտ է։ Եվ այն ինչ կատարվում է հիմա, օրինակ ԲՀԿ-ի ձայների հետ, ուղղակի եւս մի արտարոց բան է։ Ընտրական հանձնաժողովը կայացել է որոշում, որը իրավունք ուղղակի չունի։ Ինքը չի կարող անվավեր ճանաչել որևէ տեղ։ Ինքը կարող է, այսպես ասենք, այդ տեղամասում նոր ընտրություն կազմակերպել, բայց զուտ անվավեր ճանաչելու իրավունք չունի։ Ընդհանրապես կենտրոնական ընտրական հանձնաժողովի կեցվածքը շատ տարօրինակ էր ամբողջ գիշերը։ Եվ իսկապես հարցեր է առաջացնում։ Սա ԿՊ-ի շարունակությունն է, կենտրոնական հանձնաժողովի նախագահը նախկին ԿՊ-ական պատգամավորը եւ անաչառության որևէ նշուլ էլ այստեղ ոչինչ չկա։ Սա մեծ հարցեր է առաջացնում եւ ավելացնում է ոչ լեգիտիմ այսպես ընտրությունների ընկալմանը բավական լուրջ փաստարկներ։ Մանդատները վերցնելու հետ կապված դուք ձեր անձնական կարծիքը արդեն ասացիք եւ նաեւ ԲՀԿ-ին է վերաբերում ինչ որ մասով հարցս, արդեն քննարկումներ կան լրատվական դաշտում այն մասին, որ եւ նախկին ԿՊ-ականներից մեկն էլ ուղիղ ասաց, որ գիտի, որ Խաչատուր Սուքիասյան անունով ԿՊ-ականը բանակցություններ է վարում Բարգավաճ Հայաստանի հետ, որպեսզի փորձեն քաղաքացիական պայմանագրի կողմը քաշել։ Իհարկե Իվետ Ատոնոյանը կտրականապես հերքեց, անվանեց անպարկեշտ բամբասանք այդ խոսակցությունները, բայց ընդդիմությանը ձայն տված քաղաքացիներին շարունակ է այս հարցը հուզել հետևյալ կոնտեքստում։ Արդյոք մանդատները վերցնելու դեպքում խնդիր չի առաջանալու ընդդիմության համար, որ Նիկոլ Փաշինյանը այնուամենայնիվ կսկսի փորձել ձայներ վերցնել ընդդիմությունից, այսպես ասած, իրենով անել եւ ստանալ արդեն սահմանադրական մեծամասնություն։ Կարծում եմ ամեն մի քաղաքական ուժ պատասխանատու է իր, այսպես ասենք, ցուցակի համար այդ տեսանկյունից մարդիկ, որոնք անցնում են խորհրդարան Հայաստան դաշինքի ցուցակով, չեն կարող որևէ կասկած առաջացնել, կարծում եմ, եւ անցած 5 տարին ցույց են տվել, որ պայքարող են եւ անզիջում, այսպես պայքարող մարտական ոգի ունեցող մարդիկ են։ Չեմ կարծում, ենթադրում եմ, որ
իշխանությունը փորձելու այդ ճանապարհով գնա, բայց սա մի պայքար է, որը այսպես ասենք լինելու է, պետք է ակնկալենք, որ այդպիսի քայլեր անելու են, բայց ամեն մի քաղաքական ուժ պետք է կարողանա վերահսկի իր ցուցակը։ Այստեղ sense կանխագուշակել, թե ինչ է լինելու, ինչ չլինելու, եւ որ կարող է լինել դրա համար ինչ որ այս կամ այն քայլերը չանել, չեմ կարծում, որ ուղղակի ողջամտության շրջանակներում է գտնում այդ մոտեցումը։